25 թվականի Adobe Illustrator-ում ավելացվել է մի նոր հնարավորություն, որը կոչվում է Generative Expand, եւ այն թույլ է տալիս տվյալ աշխատանքի սահմանները ընդլայնել կամ լայնացնել եւ այդ լայնացած մասերը լցնել որևէ մի պարունակությամբ։ Այդ ամեն ինչը իրականացվում է Adobe Firefly Generative AI օգնությամբ, այսինքն արհեստական ինտելեկտի օգնությամբ, որը համապատասխան լցնում է այդ տիրույթները ըստ ձեր գրված տեքստային հրամանների։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Նախ ասենք, որ դուք պետք է ունենաք մեկ օբյեկտից ավել կամ պետք է ունենաք խմբային էլեմենտներ։ Եթե մենք ունենք այս աշխատանքը եւ այժմ ցանկանում ենք օգտագործել Generative Expand, ապա մենք պետք է ընտրենք Direct Select գործիքը, ընտրենք մեր ամբողջ աշխատանքը, ցանկալի է նրան անել խմբավորում կամ կարելի է նաեւ դա իրականացնել առանց խմբավորման, քանի որ մենք ունենք արդեն մեկից ավել օբյեկտներ։ Այժմ դուք տեսնում եք, որ այստեղ ակտիվանում է Generative Expand հրամանը, ինչպես նաեւ Control բարում կարող ենք տեսնել այս այկոնը, որը հնարավորություն է տալիս օգտագործել Generative Expand։ Նույնը մենք նաեւ կարող ենք տեսնել մեր property վահանակում։ Նաեւ այդ հրամանը կարելի է գտնել Object հրամանում Generative Expand Make, եթե ցանկանում ենք, հետո կարող ենք օգտագործել Combine հրամանը։ Եթե մենք այժմ սեղմենք ենք Make-ի վրա, ապա դուք կտեսնեք, որ մեր մոտ կառաջանան այս բռնակները եւ մենք կստանանք նախազգուշացում, որ Generative Expand-ը կարող է չաշխատել բրաշերի կամ էֆեկտների հետ։ Եթե մենք այժմ լայնացնենք տիրույթները եւ այժմ այս պատահանում կարող ենք ներմուծել որևէ տեքստ, օրինակ Butterfly and Flowers։ Այսինքն մենք ցանկանում ենք, որ այս տիրույթները AI-ը լցնի համապատասխան պարունակությամբ։ Դրանից հետո մենք սեղմում ենք Generate եւ այժմ Adobe Firefly հավելվածի օգնությամբ, որը գտնվում է Adobe Server-ում, աշխատում է արհեստական ինտելեկտը եւ այն մեզ այժմ կտրամադրի մի քանի օրինակ ըստ մեր գրված տեքստի։ Դուք այժմ տեսնում եք, որ այս property վահանակում մեր մոտ առաջացան այս 3 համապատասխան նկարները։ Եթե մենք բացենք Generate Variation, ապա մենք կարող ենք տեսնել այդ նույնը այստեղ։ Նախ ասենք, եթե մենք ջնջում ենք որևէ մի ստեղծված այս նկարը Variation պատուհանից, ապա նա կջնջվի նաև այս Generative պատուհանից։ Եթե մենք ջնջենք այստեղից, ապա այն կմնա այս Generative Variation պատուհանում եւ մենք նորից կարող ենք նրան օգտագործել։ Եթե մենք այժմ նայենք մեր layer-ների պատուհանին, ապա դուք կտեսնեք, որ մեր մոտ ստեղծվեցին նոր շերտեր, որոնք գտնվում են Generative Object ենթաշերտում եւ մեկը կոչվում է Expand in Art, այսինքն լայնացրած նկար եւ Original Art։ Մեկը իրենից ներկայացնում է օրիգինալը, իսկ մյուսը գեներացված։ Եթե մենք այժմ այստեղից ընտրում ենք որևէ մի տրամադրած նկարներից մեկը, եկեք սեղմենք այս նկարի վրա եւ կարող ենք այստեղ մենք տեսնենք, թե ինչեր են մեր մոտ ստեղծվել։ Դրանից հետո մենք կարող ենք ընտրել այս շերտերը, որը իրենից ներկայացնում է Expanded Art-ը, կամ կարող ենք ընտրել Original-ը։ Երբ որ մենք ընտրում ենք այս շերտերը, մեր մոտ առաջանում է Combine հրամանը, եւ եթե մենք սեղմենք Combine-ի վրա, ապա Adobe Illustrator-ը կծանուցի, որ այժմ կատարվեն փոփոխություններ եւ բրաշերը, բլենդերը կամ կրկնությունները չեն խմբավորվի։ Նաեւ այստեղից դուք կարող եք չեղարկել կամ ստեղծել այդ միաձուլված օբյեկտները, պահպանելով կոպիան նրա պատճենը կամ ուղղակի սեղմենք Combine։ Combine անելուց հետո արդեն եթե մենք սեղմենք դուրս, ապա դուք կտեսնեք, թե ինչ տիպի ընդլայնում է տեղի ունեցել մեր նկարի հետ։ Այժմ եկեք տեսնենք, թե սա ինչպես է աշխատում, եթե մենք ընդլայնում ենք artboard-ը։ Դրա համար եկեք ընտրենք մեր ամբողջ օբյեկտը
Եվ այստեղից object հրամանից տանք fit to selected art։ Եվ մենք կստանանք մեր artboard-ը համապատասխան արդեն մեր ստեղծած նկարի չափի։ Դրանից հետո, եթե մենք օրինակ գնանք file, document setup եւ այստեղ ավելացնենք բլիդեր, սեղմենք OK, դուք այժմ տեսնում եք բլիդերը, մեր մոտ կհայտնվի այս կարմիր նշանը։ Եթե մենք mouse-ով կանգնենք այս նշանի վրա, ապա այնտեղ կբացատրվի, որ եթե մենք այժմ սեղմենք այս նշանի վրա, ապա մեր մոտ կգեներացվի այս բլիդի լայնության համապատասխան նորից մի տիրույթ, որը արդեն առանց տեքստի, քանի որ մենք այն չենք ներմուծել, կլցվի համապատասխան մեր նկարի եզրերի ոճի։ Դուք տեսնում եք, որ մեր նորից տրվեց 3 տարբերակ եւ ընտրելով որևէ մեկը, մենք այժմ նորից կարող ենք ընտրել այս շերտը եւ այստեղից սեղմենք combine նաեւ այս վանակից սեղմենք դուրս եւ մենք արդեն կստանանք այս բլիդի լայնությամբ Adobe Illustrator-ի կողմից ստեղծված, այսինքն արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված այս տիրույթները։ Այս Generative Expand-ը այժմ հնարավորություն է տալիս Adobe Illustrator-ում մեծացնել նկարի չափերը կամ ձեր աշխատանքի չափերը եւ համապատասխան լցնել այն կամ հենց նկարի պարունակությամբ կամ ներմուծելով տեքստ ավելացնել այնտեղ որևէ մի պարունակություն։